այդ իլյուզիան, որ անդադ ստեղծվում է, որ մի քայլով, կախարդական փայտիկով, հեշտ գործողությամբ հնարավոր է իրավիճակը փոխել, այդպես չի։ Եթե 4 տարի տեսել ենք Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություն, դա եղել է խորհրդանական ընդդիմության կազմակերպմամբ կամ ակտիվ մասնակցությամբ։ Խորհրդանական ընդդիմությունը չունի բավականաչափ ձայներ անգամ սկսելու գործընթացը։ Խնդիրը իմպիչմենտի չսկսելու երբեք չի եղել խորհրդանական ընդդիմությունը։ Առանց փողոցային ճնշման անլուրջ գործընթաց է։ Դուք կասկածում եք, որ դրանք արձագանքեն բազմահազար մարդիկ, այսինքն չեն դուրս գա միայն այդ կոչով, որ գան եւ իրենց կողմից ճնշումը իրականացնեն։ Կասկածում եմ, սպասում եմ, որ դա չի լինելու։ Տպավորությունը, որ ժողովուրդը սպասում է միայն իմպիչմենտի մեկնարկին բազմահազարանոց ու դրա համար դուրս չի գալիս։ Կեղծ է։ Միասնական թեկնածուն, եթե իմպիչմենտի են գնում, պիտի կարողանա ավելի մեծ մոբիլիզացիա ապահովել։ Նիկոլ Փաշինյանը բանակցում է իր ստատուսի տակ գրված կոմենտների, լայքերի, ըստ դրա լայքերի քանակի։ Այս դրվագում արդեն պաշտոնապես ԱԳՆ-ն մեղքը բարդում է Արցախի ժողովրդի ու Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչների վրա։ Շահավետ գործարք Փաշինյանի եւ Ալիևի համար, ի վնաս Հայաստանի։ Ալիևը բանակցել է այնպիսի փաստաթուղթ, որի ստորագրումը իրեն որևէ ձև ոչ սահմանափակելու է, ոչ վնաս է տալու։ Կարմիր գիծը ո՞րն է։ Մինչև կառավարական առանձնատներ։ Հավանական համարում է 26 թվականի սովորական խորհրդարանական ընտրություններով Փաշինյանի հեռացումը։ Ես սովորական որևէ տարբերակով չեմ տեսնում Փաշինյանի հեռացումը։ Հայաստանում գնալով ակտիվանում են խոսակցությունները, որ Փաշինյանին հնարավոր է հեռացնել միայն իմպիչմենտի միջոցով եւ փողոցի ճնշմամբ։ Խորհրդարանական ընդդիմությունն առայժմ սպասում է։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր նաեւ կխոսենք Արցախի հարցից հրաժարվելու իշխանության մոլուցքի մասին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սկսենք ամենասկզբից, հա։ Ամենուր խոսվում է տարբեր շրջանակներ, խելացի մարդիկ, փորձառու մարդիկ, որ իշխանության վարկանիշը ռեկորդային անկում է ապրել, Գյումրի ընտրություններում անհաջողության մատնվեցին 1-2 օրինակն ընդամենը։ Կարճ ասած, ասում են իշխանությունը ծեծված խոսքով գցված է գետին, փողոցում։ Արդյոք հիմա իմպիչմենտ սկսելու ճիշտ ժամանակը չէ, եւ ինչու է հապաղում ազգային ժողովի ընդդիմությունը, եթե հապաղում է իհարկե, ինչն է խանգարում Տիկին Վարդանյան։ Շնորհակալություն եւ շնորհակալություն հարցի համար։ Նախ, եթե 5 տարին մեզ մի բան սովորեցրեց, դա չտալ ծայրահեղ գնահատականներ եւ հապշտապ եզրահանգումներ անել։ Իշխանությունը գետին գցած է, Նիկոլ Փաշինյանը վերջացած է, իշխանությունը հիմա եթե մի քայլ անենք կվերցնենք։ Մենք որքան պիտի բացատրենք, որ գործ ունենք թշնամական ուղիղ աջակցությունը վայելող օկուպացիոն ռեժիմի հետ, որը իշխանության մնալու համար անելու է ամեն ինչ։ Այդ իլյուզիան, որ անդադ ստեղծվում է, որ մի քայլով, կախարդական փայտիկով, հեշտ գործողությամբ հնարավոր է իրավիճակը փոխել, այդպես չի։ Ես գուցե հիմա տրամադրություն եմ գցում, բայց դա այդպես չի։ Նիկոլ Փաշինյանին փոխելը ծանր, դժվար գործընթաց է։ Հիմա ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությունը սպասում է, որտեղ ենք դա տեսել։ Եթե 4 տարի տեսել ենք Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություն, դա եղել է խորհրդարանական ընդդիմության կազմակերպմամբ կամ ակտիվ մասնակցությամբ։ Եթե եւ սխալ են տպավորությունը, որ ուզում են ստեղծել, որ կա մի խումբ, որ իմպիչմենտ է ուզում, մի խումբ էլ կա խորհրդարանական ընդդիմություն, որ հերոսաբար դիմադրում է դրան։ Իմպիչմենտի մասին առաջինը մենք ենք խոսել 2022 թվականի դիմադրության շարժման շրջանակում, երբ մի տարին լրացավ եւ հնարավորություն ստեղծվեց։ Մենք հիմա անցած տարի երբ Բագրատ Սրբազանը մայիսի 9-ին լեցուն հրապարակով հայտարարեց, որ իմպիչմենտն է ճանապարհը, խորհրդարանական ընդդիմությունը ընդամենը 10 րոպեվա ընթացքում ասաց, որ համաձայն եմ սկսել այդ գործընթացը։ Խնդիրը այն է, որ քանի հոգին մեր լսարանից գիտի եւ արդյոք դուք տեղյակ եք, որ խորհրդարանական ընդդիմությունը չունի բավականաչափ ձայներ անգամ սկսելու գործընթացը։ Իմպիչմենտի գործընթաց սկսելու համար պետք է 36 ձայն։ Խորհրդարանական ընդդիմությունը երկու խմբակցություններ իրար հետ 34 падգամավոր են։ Այստեղ է հարցը։ Հակոբ Ասլանյանն Նովիկ Աղազյանը անջատվեցին, միացրեք, բերեք, քաշեք ձեր կողմ։ Միացրեք, բերելը այդ է գործընթացը, մենք դա ենք ասում, այսինքն փաստ համար 1 խորհրդարանական ընդդիմությունը չունի բավարար ձայն, պաշտոնապես իմպիչմենտի գործընթաց սկսելու համար, դրա համար պետք է 36 ձայն։ Կներեք ստորագրահավաքին էլ չունեք Տիկին Վարդան, որտեղ ասում էր նույն այն օրը իմ հյուրը Էդգար Ղազարյանը, ասում էր 34 հոգին, ամեն մեկը անգամ իր 34 հատ, այսպես պարզ էր ասում, կարող են 34 հատ ստորագրահավաք սկսել, որի տակ շատ թեկնածուի տակ շատ ձայներ, թղթի տակ շատ ձայներ հավաքվեն, դա էլ դնեն շրջանառության մեջ։ Ղազարյանը խոսում է թեկնածուի մասին։ Այո, սկզբնական process-ի մասին չեմ խոսում, ես ասում եմ ցանկացած X թեկնածուի պարագայում պետք է 36 ձայն իմպիչմենտի գործընթաց սկսելու համար։ Գործընթացը սկսելու, գործընթացը հաջողելու համար պետք է նվազագույնը 54 ձայն։ 18 ՔՊ падգամավոր։ Հիմա եթե մեկը գիտի տեղը,
որտեղից բերել դա, այդ երկու ձայնի հետ պայմանավորվածություն գուցե ունի։ Եթե կա, այս խորհրդանական ընդդիմությունը պատրաստ է, միշտ է պատրաստ եղել։ Խնդիրը իմպիչմենտի չսկսելու երբեք չի եղել խորհրդանական ընդդիմությունը։ Այդ է հարցը, այսինքն ձեր մանդատը, կներեք, ասում եմ, ձեր մանդատը նաև դրա համար է 21 թվին մտել պարլամենտ, չէ՞ ինչ որ առումով խոստումների մեջ է եղել եւ այլն, որ ամեն ինչ անել իշխանապողության համար։ Եվ բնականաբար անում ենք մենք, այսինքն այդ ճանապարհով գնում ենք։ Ես էլ եմ ասում, այդ տպավորությունը, որ կա մի խումբ, որը կողմ է օրինակ իմպիչմենտի գործիքը, որը գործիքներից մեկն է նկատի։ Խումբը խորհրդան դուրս է հասկանում։ Այդ եմ ասում, որը կողմ է դրան եւ մի խումբ, որը խորհրդանում է դիմադրում է դրան, դա սխալ տպավորություն է։ Եթե որևէ մեկը երբևէ համաձայնվել է իմպիչմենտի գործընթաց սկսել, եթե այսինքն օգտագործել բոլոր գործիքները, մենք հիմա չգիտեմ ինչ ենք կենտրոնացել իմպիչմենտի վրա, դա գործիք է։ Դա գործիք է։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի դա, չէ՞ ինքնական։ Հիմնական գործոնը դա փողոցային ճնշումն է, մենք դա ենք ասում։ Առանց փողոցային ճնշման անլուրջ գործընթաց է։ Շատ ճիշտ ասում են կներեք, ասում են սկսեք, այն որ դուք ասում եք չի հաջողվում։ Փորձեք, ենթադրենք թող չստացվի, սկսեք, փողոցը անմիջապես կհավաքվի։ Ձեզ է սպասում փողոցը։ Հետո այդ նույն մարդիկ մեզ առաջինն են մեղադրելու, որ անլուրջ գործընթաց սկսեցինք, շատ լավ իմանալով, որ որևէ տեղ չի հասնում, ինչ նշանակում լոտո ենք խաղում, ինչ ենք անում, փորձենք հետո կստացի։ Պիտի ինչ-որ հաշվարկ լինի, չէ՞։ Դուք 4 տարի շարունակ, այդ թվում տարբեր լրագրողներ հարցրել են, իսկ խորհրդանական ընդդիմությունը այլի, որ ինչ-որ բան չի ստացվել, դրանից դասեր քաղել է, թե չէ։ Ամենամեծ դասը այն է, որ եթե չունես բավարար պատրաստվածությունը եւ կազմակերպվածության անհրաժեշտ մակարդակը process-ը սկսելը բերելու է նույն արդյունքին։ Մեզ այս 4 տարվա պայքարները դա են սովորացնում, որ կա կազմակերպվածության անհրաժեշտ մակարդակ, մենք անգամ դրա մասին թվերով ենք խոսում ենք ինչ ծավալի դժգոհություն պիտի լինի, որպեսզի փոփոխություն լինի, նաև իշխանական բուրգը ճաքեր տա։ Հիմա արդյոք մեզ դրդում են առանց այդ պատրաստվածության, առանց այդ խնդիրները լուծելու գործընթաց։ Միգուցե ԿՊ-ում էլ, ԿՊ խմբակցությունում էլ բոլորը այդպես միանշանակ այսպես ձևակերպենք նիկոլական չեն եւ հնարավոր է մինչեւ չփորձեք ինչպես կիմանաք դա եմ ասում դիտի։ Ես ասում եմ, մեր համոզմունքը հետեւյալն է եւ փորձը նաեւ։ Մինչեւ փողոցը չունենում անհրաժեշտ ճնշում եւ անհրաժեշտ օրերի քանակով, այնտեղ որևէ փոփոխություն չի լինում։ Եթե որևէ այլ անձնավորություն, չեմ վատ իմաստով չեմ ասում, որ ներքին պայման, ունի այլ տեղեկատվություն, գիտի որ իրավիճակ է փոխվել, ունի տեղեկություններ, որ արդեն այլ վիճակ է, խնդիր չկա, դրա մասին կարելի է խոսել, բայց պիտի ասի որտեղից է 12 + 18 ձայնը գալու, այդ տեղը պիտի ցույց տա։ Ասում եմ մեխանիզմը, տեսեք, դուք վստահ այսքան դուք կասկածում եք, ուղիղ պատասխանեք, կասկածում եք, որ դուք ուղղակի որ ազգային ժողովի երկու խմբակցությունները կամ մեկը հայտարարեն, որ սկսում ենք հարգելի ժողովուրդ, սկսում ենք իմպիչմենտի գործընթաց։ Դուք կասկածում եք, որ դրան կարձագանքեն բազմահազար մարդիկ, այսինքն չեն դուրս գա միայն այդ կոչով, որ գան եւ իրենց կողմից ճնշում իրականացնեն։ Կասկածում եմ, ես փաստում եմ, որ դա չի լինելու։ Ոչ թե որտեղ մարդիկ վատն են կամ այդ կոչը բավականաչափ կոչ չի, այդպես չի լինում։ Միայն մի հայտարարությունով, որ մենք արդեն սկսում ենք, դե ժողովուրդ հավաքվեք դուք դրան։ Որ ճնշեք ԿՊԱ-ականներին։ Այդ տպավորությունը, որ ժողովուրդը սպասում է միայն իմպիչմենտի մեկնարկին բազմահազարանոց ու դրա համար դուրս չի գալիս։ Կեղծ է։ Չկա այդպիսի իրավիճակ։ Եթե կա այդպիսի իրավիճակ, մենք հիմա կտեսնենք իմպիչմենտի պահանջով ցույց իրենց կողմից գար նախաձ։ Իրենց հումերը չի, ես ասում կեղծ է տպավորությունը, որ մարդիկ ու պարզապես սպասում են իմպիչմենտի գործընթացի մեկնարկին, որպեսզի դուրս գան փողոց։ Ես ավելի մանրամասն եմ։ Մենք այս շարժումների ընթացքում շատ լավ հասկանալով նաև տրամաբանությունը, որ որքան կոնկրետ է լինում, որքան իվենթի օրը հայտնի է լինում, ժամանակը հստակ է լինում, օրակարգը հստակ է լինում, այնքան մոբիլիզացիան մեծ է լինում։ Շատ լավ է հասկանալով, դրա համար այս շարժումների ընթացքում եղել են նման փորձեր։ Քանի որ իմպիչմենտի գործընթացի համար մենք բավարար բան չունենք, եւ դա եթե հանկարծ մուտք անես կոնկրետ ժամանակով է 3 օր ժամանակ ունես, դրան ավելի մի քայլ ներքև է պաշտոնանկության գործընթացի մեկ հայտարարություն նախաձեռնեցինք, որը կոնկրետ օր պետք է քննարկվեր ազգային ժողովում, այսինքն նույն իմպիչմենտի գործընթացն առանց տեխնացուի անունի։ Դա անցած տարի հունիսի 12-ին, երբ որ նռնակներ կիրառվեցին։ Հիմա ըստ ձեր տրամաբանության կամ այն տրամաբանության, որը ասում էր, դա պիտի բերեր չգիտեմ 2 անգամ, 3 անգամ ավելի շատ մոբիլիզացիայի։ Դա այդպես չի աշխատում։ Փողոցային շարժումը մի հայտարարությունով, մի բանով, անունով կամ մի գործողությամբ չի, որ բան է անում, այսպես մարդիկ դուրս են գալիս եւ լցվում են փողոցներ։ 4 տարվա պայքարը մեզ ցույց է տվել, որ եթե ուզում ես
աճող մոբիլիզացիա ունել փողոցում, դա կազմակերպական ծանր ամիսների աշխատանք է, որտեղ այո գործիքակազմերը պիտի օգտագործես, դրա մաս կարող է լինել իմպիչմենտի հայտարարությունը, կարող է լինել թեկնածուի առաջադրումը, բայց դա չի նախապայմանը եւ դա չի գլխավոր գործոնը, առնվազն դա այս պահին իմ մոտեցումն է։ Եթե այլ մոտեցում կա, որը մարդիկ համոզված են իրենց ճշմարտացիության եւ այդ մեթոդը, որ աշխատում է, պիտի ցույց տան, ես դա եմ ասում։ Այսինքն, եթե այս մասը ամփոփեմ մեկ նախադասությամբ, ճիշտ եմ դες հասկանում, արդյոք, որ չսկսելուն խանգարում է ոչ թե որ դուք չեք ուզում, այլ որ հաշվարկել եք, որ չկա այդ ես ամփոփեմ այսպես, ոչ թե ռեսուրսը չկա, իմպիչմենտի գործընթացը կարող է հաջողել փողոցային բավարար ճնշման պարագայում միայն, նախ պետք է կազմակերպել այդ ճնշումը։ Երբեք խորհրդարանական ընդդիմությունը, ես իհարկե պաշտոնապես չեմ կարող երկխմբակցությունների անունից հանդես գալ, բայց իմ փորձով եւ այս անցած ճանապարհով կարող եմ ասել, երբ խորհրդարանական ընդդիմությունն է գրեթե միշտ նախաձեռնող եղել, այսինքն այդ թեման քննարկող եւ հնարավորության արժեվ դուր չփակող, հակառակը միշտ պատրաստական եղել, չեն կարող ցույց տալ ինչ-որ դրվագ, որտեղ եղել է այդպիսի իրավիճակ ու այսինքն պակասել է գործընթացի նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությունը իրենից կախվածը չի արել։ Անցած տարի դա չսկսվեց, որտեղ անցած տարի Գեգամ Նազարյանն էլ մեր ֆրակցիայի մի ձայն էր պակասում, բայց Իշխան Զաքարյանն մայիսի 9-ին, եթե համաձայնել քննարկել, փողոցի ճնշումը երբ որ պակասեց, այդ պատրաստակամությունը եւս պակասեց։ Ու այս օրինակից լավ ոչ ոք չի կարող ցույց տալ փողոցի եւ ԿՊ-ական падգամավորների կամ տատանվող падգամավորների տրամադրությունների միջև կապը։ Իշխան Զաքարյանը մայիսի 9-ին համաձայններ քննարկել թեկնածուի շուրջ խոսել միանալու իմպիչմենտին, մայիսի 11-ին արդեն երբ փողոցը քչացավ, Իշխան Զաքարյանը այլևս այդ թեմայի մեջ ի տարբերություն դրսում իմպիչմենտ պահանջող մեր հարգելի գործընկերների, ձեր մոտ, չէ, դեսից ոչ խորհրդանից, ձեր մոտ բանաձևը հակառակն է, ճիշտ եմ հասկանում, իրենք ասում են իմպիչմենտ դրան արձագանքի փողոցը, դուք ասում եք փողոցը դուրս գա, մենք ես շատ լավ չեմ պատկերացնում դեռ իրենք ինչ են ասում, իրենք հնարավորություն ունեն որ առանց փողոցի բավարար ճնշման այդ գործընթացը դատապարտված է ձախողվում։ Վերջին հարցը թեմա մի հարց էլ կա նուրբ, միգուցե խնդիրը դա հարցներելի հնչում է հասարակության միջից, այդ միասնական տեխնացու կոչվածն է, որովհետև ասում են, տեսեք, դուք գնացել եք ընտրության առաջի համար Ռոբերտ Քոչարյան, պատիվ ունեմ եք գնացել է ընտրության առաջի համար Արտուր Վանեցյան, այսինքն դիտարկելով պոտենցիալ վարչապետի տեխնացուներ, չէ՞, այդպես նաև օրենքով է, այդպես եւ այլն։ Ինչն է խանգարում, օրինակ այդ մարդկանցից մեկին գրել որպես միասնական տեխնացու, ուրիշ մարդու գրել տեխնացու, նույն Էդգար Ղազարյանը ցիտեմ իրեն, ասում էր, այդ ոնց եղավ որ Նիկոլ Փաշինյանը կարող է լինել վարչապետ, օրինակ բերեց Հայաստան խմբակցությունից այդքան փորձ ունեցող Արմեն Գևորգյանը չի կարող լինել, օրինակ բերեց, էլի, այսպես հիպոթետիկ։ Հիմա ինչու՞ դա չեք, ինչ արդյոք կա նման խնդիր եւ արդյոք այդ խնդիրը երկու խմբակցություններից վերջին փուլում այդ ներընդդիմադիր հա բախումների մեջ չէ։ Վստահ չեք որ մեկը մեկից չեք։ Ոչ, առնվազն մեր կողմից դա չէ խնդիրը։ Տեխնացուի խնդիրը հետեւյալն է։ Ցանկացած adekvat ուժ եւ քաղաքական գործիչ հասկանում է, որ այո, երկու խմբակցություններ եւ ավել քաղաքական ուժեր գնացել են ընտրությունների ու X քանակի մոբիլիզացիա են կարողացել ապահովել իրենց շուրջ։ Այդ մոբիլիզացիան բավարար չի եղել Նիկոլ Փաշինյանին տապալելու համար։ Բավարար է եղել ձևավորելու այն ուժային բալանսը, որը հիմա կան էր քաղաքական դաշտում։ Միասնական տեխնացուն, եթե իմպիչմենտի են գնում, պիտի կարողանա ավելի մեծ մոբիլիզացիա ապահովել։ Դա մի կրիտերիան։ Թե չէ, այո, Հայաստան խմբակցությունից առնվազն 10 падգամավոր կարող են այդ թղթի վրա գրել, եթե տեխնիկական է պատիվ ունեմից էլ կարող են գրել, այդ չի խնդիրը։ Կրիտերիան որն է, որ ավելի շատ մոբիլիզացիա պիտի կարողանա ապահովել։ Ինչի են երկու խմբակցությունները անցած տարի համաձայն քննարկել Բաքրատ Սրբազանի տեխնացությունը իմպիչմենտով մտնելու, որովհետև մոբիլիզացիա էր կարողանում ապահովել, որը ապահովում էր ճնշումը։ Այլ տեխնացու որևէ այլ մեկը ով կարող է այդպիսի ճնշում ապահովել։ Ես վստահ եմ որ խմբակցությունները չեն որ խնդիր են ստեղծել ընդդիմադիր խմբակցությունները։ Անկամ եթե դրսից լինի դուք, հա։ Որևէ խնդիր չկա այս տարիների։ Որպես խմբակցություններ բնականաբար այս տարիների մեր մեջ փնտրել, այսինքն ուզում եմ ասեմ, տպավորություն չստեղծենք որ երկու խմբակցություն ամեջ թողած վարչապետի տեխնացու են ման գալիս։ Դա չէ, այո, մարդու ով ավելի շատ մոբիլիզացիա կարող է ապահովել, թեկուզ մեր օգնությամբ, թեկուզ մեր չերևալու գնով ավելի մեծ
վերահսկողություն։ Ոչ կուսակցական, հստակ եմ, կապ չունի, չգիտեմ։ Ես ասում եմ, դուք անցած տարի ինչու ենք մենք դիտարկում եւ համաձայնում Բաքրատ Սրբազանի տեխնատությանը, որովհետեւ կարողացել էր մեծ մոբիլիզացիա ապահովել, որը ճնշում էր եւ որ ճնշումը ու մենք ուղիղ տեսանք, ելեմ բրկում Իշխան Զաքարյանի օրինակը, դրա լավագույն ապացույցն էր եւ Իշխան Զաքարյանը վստահացնում եմ ձեզ, որ միայնակ չէր, ով այդ պահին պատրաստ էր։ Խնդիրը այն էր, որ մենք չկարողացանք այդ մոբիլիզացիան ավելի տևական ժամանակ ապահովել, որ ավելի շատ Իշխան Զաքարյաններ կներեք, այսինքն ավելի շատ մարդիկ տատանվողներ կամ ԿՊԱ-կաններ արդեն բանան էին, բանակցությունները ավելի առարկայական դառնային։ Հիմա խնդիրը այն իմպիչմենտի դեպքում այդ միասնական տեխնացուի խնդիրը այն չի, որ ֆրակցիաները խոսափում են միասնական տեխնացու ֆիքսել ինչ-որ մեկին ներքին խանդ կա։ Կրիտերիա պիտի լինի, այդ մարդը կարողանում է ավելի մեծ մոբիլիզացիա ապահովել, քան այս երկու ուժերը առանձին ապահովել են։ Եթե կա այդպիսի մի մարդը, ես վստահ եմ, որ մենք հիմա պատրաստ ենք ստորագրել եւ նախաձեռնել այդ գործընթացը զուգահեռ այդ փողոցի ճնշման կազմակերպում, որպեսզի արդյունք տա։ Այլապես դա ինքնանպատակ գործողություն է։ Այսպեսով դուք մի տեսակ ոնց որ ընդունեք, որ ոչ ձեր առաջի համարը, ոչ այն մյուսի առաջի համարը ընդդեմ այդպիսի գոնե մոբիլիզացիա ինչքան ապահովել, դրանից ավել չի կարող ապահովել, ճիշտ եմ հասկանում։ Եթե իրենց չեք գրում, էլի դու մարդը հարց կտակ, ասի լավ այդ դեպքում 600,000 ձայներ հավաքել եւ այլն, հիմա էլ դրեք կարող ու Հայաստան խմբակցությունն էլ հավաքել է 280,000 ձայն։ Մենք ասում ենք, որ ամենամեծ մոբիլիզացիան են դիմադիր դարձում ապահովել։ Դա բավարար չի եղել, դա ես ոչ թե չեմ ընդունում, ոչ թե ես հիմա նոր եմ ընդունում, դա այսինքն ընթացքն է ճիշտ տվել։ Ուզում եմ ասեմ, այստեղ նորություն չկա եւ մեր խմբակցությունից որևէ մեկը հակառակ պնդումը չի արել։ Այո, դա այս պահին անդիմադիր դաշտում եղած ամենամեծ մոբիլիզացիան է, բայց դա բավարար չի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, հետեւապես բանը հստակ է, բավարար լինող յուրաքանչյուր մարդու դեմ չեք։ Ոչ թե դեմ չենք, այլ ամեն ինչով աջակցում ենք։ Ամեն ինչով մեր բանաձևը շատ պարզ է, առանց փողոցային ճնշման իմպիչմենտը ինքնանպատակ է եւ ի վերջո մարդիկ տարբեր կարող են առաջարկներ անել եւ որևէ մեկը չեն կարող սահմանափակել։ Դե էս արեք, դե եթե այսօր ժամը 5:15 սա չեք անում, ուրեմն սատարում եք Նիկոլին, եթե 6:17 ցույց չեք անում։ Դա մարդիկ կարող են ասել։ Ընտրություններին բան չմնաց, հետո քաղցի, եթե դա մարդիկ կարող են ասել, բայց պատասխանատվությունը գործընթացի նախաձեռնման մեր վրա է ամբողջությամբ լինելու, հետո մենք է պիտի։ Այդ մարդիկ չեն որ պատասխան են տալու տապալման, չհաջողելու համար։ Այդ մարդիկ ասելու են դե մեզնից հասնում էր առաջարկ անելը եւ ճիշտ են անելու։ Խնդիրը դա չի, ուզում եմ ասեմ, տարբեր են պատասխանատվության բաժինները այստեղ։ Մի բան է առաջարկ անելը, մի բան է ամբողջական պատասխանատվություն վերցնել այդ գործիքի հաջողման կամ ձախողման համար։ Լավ, Ալիևը հայտարարեց օրեր առաջ, որ ինչ որ պահի, ճիշտ է, զարմացա այդ հայտարարության վրա մի քիչ հաճելիորեն Հայաստանը բանակցությունների ժամանակ իբրև թե պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին առնչվող կետ լինի պայմանագրում, այդ որը ստորագրվեն ներառել, բայց կարճ ժամանակ անց եղավ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը լրիվ հակառակ տրամաբանությամբ, որ կապ չունի, հա, Երևան-Բաքու հարաբերությունների հետ Արցախը, ընդհանրացված եմ ասում, ինչի մաս է սա վկայում, ինչու Երևանը հրաժարվում բանակցային թվում է թե շատ ուժեղ հաղթաթղթից, որ առնվազն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարց եւ այլն, այ ինչ է ինքնական այսպիսի մեծ հայտարարությամբ վանվում այս թեմայից։ Նիկոլ Փաշինյանը բանակցում է իր ստատուսի տակ գրված կոմենտների, լայքերի, ըստ դրա լայքերի քանակի, ստատուսների լայքերի, ըստ իր չափումներով հանրային տրամադրությունների։ Կարծում եմ, որ այսօր պոպուլյարը հետեւյալ թեզը եւ ինքը հանկարծ չի կարող դրա հակառակը ասել։ Կգնա բանակցային սեղանին, կասի, որ դա պիտի արվի։ Կարծում եմ, որ այս մի թեզը կարող է բան անել, հանրահռչակումը կարող է իրեն վնաս տալ։ Վերջ, ուրեմն այդ թեզը փակում ենք եւ երկրորդ պայմանը, այսինքն մի հատ պոպուլիստական տրամաբանությունն է, որ խոսում ենք նրանից, ինչը ականջահաճո է, չենք խոսում նրանից, ինչը ականջահաճո չէ, կապ չունի, շահերը պետական ինչ են պահանջում։ Եվ երկրորդը հանկարծ այդ ամենը պիտի չհակասի Ադրբեջանի պահանջներին։ Հիմա ես ես փորձեմ բացատրել, էլի, որ ոնց է այս բանակցային գործընթացը եղել։ Այո, ինչ որ շրջան, երբ որ 2021-ին եկել էին ընտրության Շուշիի դեօկուպացիայի, Հադրութի դեօկուպացիայի պլատֆորմով եւ ձայն էին ստացել, իրենք այդ բանակցային սեղանին փորձում էին այդպիսի կետ բան անել, առաջ տանել։ Բայց Ալիևի վերջին հայտարարությունը լավագույն վկայությունն է, որ այդ մի նախապայմաններ են ընդունել Իլհամ Ալիևի Արցախի հարցը փակված համարելու եւ ընդհանրապես արցախահայերի իրավունքներին չանդրադառնալու։ Հիմա ԱԳՆ-ն
հաստատում է Ալիևի հայտարարությունը, որ այո ընդունել ենք, բայց ինչ է անում, մեղքը բարդում ասում մենք տեղ մեղավոր չենք։ Եթե տարբեր դրվագներում տարբեր սուբյեկտներ են մեղավոր, այս դրվագում արդեն պաշտոնապես ԱԳՆ-ն մեղքը բարդում է Արցախի ժողովրդի ու Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչների վրա։ Ու այստեղ զավեշտը այն է, որ անգամ Ալիևը իր Արցախի վրա իրավազորության տարածման համար չի հղում անում Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին։ Որևէ մեկը Նիկոլ Փաշինյանից ու Նիկոլ Փաշինյանի կառավարությունից դուրս այդ փաստաթղթին հղում չի անում։ Մենակ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը, որ հղում են անում 2023-ի սեպտեմբերին Սամվել Շահրամանյանի ստորագրած իրավական ուժ չունեցող փաստաթղթին։ Միայն իրենք են։ Ստացվել է այնպես, որ Ալիևի փաստաբանությունը իրականացնելիս իրենք դարձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ։ Այնպիսի կետերի են հղում անում, որոնք Ալիևը ինքն էլ չի օգտագործում։ Ալիևը իր իրավազորության հաստատման համար հղում է անում Արցախի վրա իրավազորության հաստատման համար, հղում է անում բացառապես Փաշինյանի հայտարարություններին Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ այդ ստորագրած միակողմանի ստորագրած փաստաթղթին Գրանադայում էր, չէ՞։ Այսինքն մենք այս իրավիճակ ունենք, այո, ԱԳՆ հայտարարությունը նրա մասին էր, որ իրենք կատարել են Ադրբեջանի պահանջը, հրաժարվելով բանակցային գործընթացից Արցախայրի իրավունքների մասին խոսել անգամ, իսկ այդ իրավունքների մասին խոսելը մեզ նվազագույնը ժամանակ կարող էր տալ, նվազագույնը ժամանակ եւ կենսական այդքան թթվածին, որպեսզի մենք պահանջներ ոչ թե քննարկելու Ալիևի հերթական պահանջը, այլ մեր օրակարգը առաջ տանելու։ Փողզիջումն է, այսինքն եթե դա հրաժարվել են տպատարական հարց եմ տալի։ Դրա դիմաց ինչ են ստացել։ Ինչից է հրաժարվել Ադրբեջանը։ Իրենք պնդում են, որ դա արել են նրա համար, որպեսզի այդ ադրբեջանցիների բնակեցման հարցը փակվի։ Հրաժարվել է Ադրբեջանը դրանից։ Ավելի ակտիվ տեմպերով է դա առաջ տանում։ Դա բանակցային առաջնային օրակարգերից մեկն է։ Հետևաբար իրենք համաձայնվել են այս մի կետին էլ եւ երբ որ ասում ենք այդ թուղթը, որը իրենք համաձայնեցրել են խաղաղության փաստաթուղթ չի կարող կոչվել, հենց սրա մասին է։ Հիմնական ինչ խնդիր կա, այդ թղթից դուրս է արտացոլված չի, որևէ խնդիր չի լուծում։ Սա է էությունը, ԱԳՆ վերջի հայտարարությունն էր, ընդհանրապես հաստատում էր, որ իրենք բավարարել են այս պահանջը, բայց դրա մեղքը բարդում էր արցախցիների վրա։ Մի բան, որը անգամ գիտեք անգամ Իլհամ Ալիևը չի անում։ Ալիև այսօր ասաց, որ պատրաստ ենք փոքր քայլեր անել Հայաստանի վստահություն ստեղծելու համար։ Ասում է բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է, սակայն առաջին քայլերը հնարավոր են։ Այս ընդհանուր համատեքստում պայմանագիր պատրաստ լինել, ձգձգել, ստորագրել, սա ինչի մասին է խոսում։ Եթե պատրաստ են, կարող են որպես նվազագույն քայլ հայ գերիներին բոլորին ազատ արձակել։ Փող վստահության առաջին քայլը գերի չունենալն է միմյանց մայրաքաղաքում։ Հումանիտար հարցերի լուծումն է։ Միայն այդպես մենք կարող ենք տեսնել, որ այսինքն դա կարող է ազդանշաններից մեկը լինել։ Սա կարծում եմ նրա մասին է, այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ Ալիևին չի հետաքրքրում պայմանավորվածություն, որ ինքը ձեռք է բերել Փաշինյանի կամ ՔՊ-ի կամ իշխող ուժի հետ։ Իրեն հետաքրքրում է հայ ժողովրդի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը։ Ինքը դրա մասին ուղիղ հայտարարում է, դրա համար է ինքը պահանջում հանրաքվե սահմանադրության փոփոխություն, որտեղ ժողովրդի կամ արտահայտությունը արտահայտվում է հանրաքվեի միջոցով։ Բայց կարող է լինել իրողություն, որի պարագայում Ադրբեջանը կարող է թուղթ ստորագրել Փաշինյանի հետ, դա այն պարագան է, երբ աշխարհաքաղաքական իրողությունները կարող են սպառնել տարածաշրջանում իրավիճակի փոփոխությանը, ու Ադրբեջանը ինչու պիտի չստորագրի մի թուղթ, որը ֆիքսում է այս պահին իր բոլոր ձեռքբերումները եւ դուր չի փակում նոր պահանջների համար։ Այսինքն այս պահին ինչ ունի ինքը ֆիքսել է այս համաձայնեցված կետերով, մի քանի կետ է ամրագրել, որը Հայաստանի ապառազմականացման դրույթներ է պարունակում, երրորդ ուժերի չտեղակայումը, հայցերից յետ քաշումը, ներքին գործերի միջամտության դրույթ է պարունակում, խաղաղության օրակարգի դեմ գործողների դեմ պայքարելու կետը, ինչու՞ պիտի չստորագրի եւ որևէ ձև իր ձեռքեր չի սահմանափակում։ Եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ այնպես իրավիճակ ստեղծեն, որ կարող է սպառնալիք հանդիսանալ, Ալիևը կարող է շատ հանգիստ ստորագրել այդ թուղթը, որտեղ իր ձեռքերը որևէ կերպ չի կապում, իր պահանջներից որևէ մեկը չի սահմանափակում, ուղղակի ֆիքսում է այս պայն իր ունեցածը, գումարած Այս մի փաստաթղթում ընդհանրապես խոսք չկա Արցախի հարցի վերաբերյալ, վերջի փաստաթղթում, որը փաստորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր, որը էլի չես կարող ասել հայկական շահերը արտահայտող, բայց այնտեղ առնվազն կետեր կային Արցախայրի վերադարձի, գերիների վերադարձի եւ զորքերի այնտեղ կանգնելու, որտեղ այդ բանը։ Այսինքն ստորագրի, երբ որ իրեն դրսի պահանջներից, համաձայնություն ստանա, ճիշտ եմ ասում, նախապայմաններ, որոնք չկան։ Չէ, ոչ թե նախապայմանների համաձայնություն ստանա, այլ երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակը սպառնա
այստեղ այս տարածաշրջանում իրավիճակը այնպես փոխել, որը կարող է ուժերի բալանսը փոխել, եւ երկրորդ պարագան, երբ որ այդ թուղթը գնահատվի, որ դա է անհրաժեշտ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար։ Ինչու՞ չէ, եթե Նիկոլ Փաշինյանը վերցնելու է մի թուղթ, որի վրա գրված է խաղաղություն, մեր ժողովրդին սպառնա պատերազմով ու կարողանա երկարաձգել իշխանությունը, այլևն էլ վերցրելու է մի թուղթ, որը իրեն որևէ ձև չի սահմանափակում, վրան էլ գրած է խաղաղություն, դա իրեն տալու է տարածաշրջանում խաղաղություն ու կանոնություն բերողի իմիջ։ Ինչու պիտի չանեն դա։ Երկուսն էլ կշահեն ինչ-որ առումով, երկուսով։ Շահավետ գործարք Փաշինյանի եւ Ալիևի համար, ի վնաս Հայաստանի։ Այսինքն ինչու պիտի չանեն։ Ես այստեղ կարևոր բան եմ ուզում ասել։ Ալիևը բանակցել է այնպիսի փաստաթուղթ, որի ստորագրումը իրեն որևէ ձև ոչ սահմանափակելու է, ոչ վնաս է տալու, որևէ լրացուցիչ պարտավորություն ինքը այդ փաստաթղթով չի ստանձնելու։ Դրա համար էլ ամեն պահի կարող է դա ստորագրվել։ Ինչու է հիմա ձգձգվում, կրակում, ռետորիկան, որովհետև տեսել է, որ դա աշխատում է։ Որովհետև տեսել է, որ այդ տերորով, մի քիչ բարձր խոսելով, մի քիչ կոշտ պահանջներ դնելով, ինքը կարող է ստանալ այն ինչ անգամ չի էլ պատկերացնում։ Որևէ դիմադրություն ինքը ամբողջ բանակցային գործընթացում չի հանդիպել։ Պատկերացնում եք, Տավուշում մենք զորքեր ենք ետ քաշել, մի այս սպառնալիքի դիմաց, որ կարող է պատերազմ լինել։ Բայց ինչու պիտի հիմա չանի։ Չէ՞ որ այդ պահանջները իրա վերջացել են, այսինքն սահմանափակ պահանջներ են Ադրբեջանին, մենակ ավելանում են, 17 կետ համաձայնեցրել են, անմիջապես կես ժամ հետո հայտարարում են, որ դեռ սահմանադրությունը պիտի փոխի, դա նախապայման է, ԵԱԿ Մինսկի խումբը պիտի լուծարվի, սրանով էլ չի ավարտվում, հիմա բանակցային սեղանին արկա դրված բոլոր պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը, երկրորդ խնդիրը այն է, որ փորձելով այս Արցախի հարցը փակելու մեղքը բարթել Արցախի ժողովրդի վրա, Նիկոլ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները կապված են Արցախի հետ։ Ես ասում եմ, որ հիմա Ադրբեջանը ինչ պահանջ դրել է բանակցային սեղանին, վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանի Հանրապետությունից են, որ միջանցք են ուզում, Հայաստանի Հանրապետությունից են, որ ռեպարացիաներ են պահանջում, Հայաստանի Հանրապետությունն է, որ պահանջում են ադրբեջանցիներ վերադառնալ, Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից է, որ հրաժարվում են դուրս գալ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունն է, որ պահանջում են փոխի։ Այս պահանջները էլ Արցախին չեն վերաբերում։ Արցախի հարցը փակելով այս պահանջներից որևէ մեկը ոչ միայն չեն վերացրել բանակցային սեղանից, այլ նպաստել են, որպեսզի դրանք ավելի նոր թափով բանանան, դրվեն սեղանին եւ ցենց պահանջվի, որ դա իրականացնի։ Այսինքն Ադրբեջանը այս ձև է գործում, որովհետև իրեն այս 5 տարին ցույց է տվել, որ այդպես կարող է իր մաքսիմումը ստանալ, բայց այն պահին, երբ որ գնահատվի, որ հանկարծ կարող է իրավիճակը այնպես փոխվել, որ իրեն պետք է հիմա ֆիքսել ունեցածը, այդ փաստաթուղթը ստորագրելի, որտեղ կրկնում եմ, այնպիսի փաստաթուղթ է բանակցել Իլհամ Ալիևը, որ որևէ ձևով չի սահմանափակում իր գործողությունները։ Այդ վերջում առաջին օրերի, որ հայտարարեցին, որ երբ պատրաստ է փաստաթուղթը, այդ ակտիվությունից հետո գնալով խաղաղության պայմանագրի մասին սկսեցին ավելի քիչ խոսել, հիմա քիչ չեն խոսում։ Արդյոք չարագուշակ է այդ լռությունը, ինչու եմ ասում, հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ-ի այդ հայտարարությունները, պարբերական, որ մենք իբր կրակում ենք եւ այլն։ Արդյոք ինչ-որ բանի է պատրաստվում Բաքուն, ռազմական սցենարի։ Մենք դա չենք կարող բացառել, ավելին էլի կախված աշխարհակական եւ տարածաշրջանային զարգացումներից դրանց հավանականությունը մեծանում է, կախված մեր հարևանների հետ իրավիճակից այդ այնպիսի մենք վիճակում ենք հայտնվել, որ այդ պատերազմի ռազմական ագրեսիայի սկսելը արդեն մեզնից կախված չի։ Այսինքն մեր ճակատագիրը գրեթե ամբողջությամբ կախված չի մեզնից, մենք այդտեղ այս իշխանության պարագայում դերակատարություն չենք կարողանում ունենալ։ Մենք կարող ենք այլ իշխանության դեպքում խոսել, որ Ադրբեջանը չի հարձակվի մի պարագայում, երբ իմանա, որ հարձակման դեպքում ինքը գին է վճարելու։ Դա է միակ տարբերակը։ Հիմա այս իրավիճակում մենք բանակցային գործոն չենք, մենք դաշնակիցների հետ չենք կարողանում խոսել այնպես, որ զսպող դերակատարություն ունենան, հետևաբար բախտի քմահաճույքին հանձնված։ Աշխարհակական իրավիճակը այնպես կդասավորվի, աշխարհը խառը կլինի, մեր դաշնակիցները, հարևանները խառը կլինեն, Ադրբեջանը այո կարող է օգտվել դրանից։ Եվ այստեղ է նաև այդ մեծ խաբեությունը, որ մի գործընթացը դուք էլ հիմա խաղաղության թուղթ անվանեցիք, դա ոչ խաղաղության պայմանագիր կա, ոչ խաղաղության բանակցություն կա, ոչ խաղաղության գործընթաց կա ուժի պարտադրանքով Ադրբեջանի պահանջները մեզ պարտադրելու գործընթաց, այդ թվում նաև այդ ճանապարհին չեն խուսափում ուժի կիրառումից։ Քանի պատերազմ է եղել վերջին 5 տարվա ընթացքում, որպեսզի պարտադրեն նաև այդ պայմանագրի կետերը։ Ուզում եմ ասեմ, այդ խաղաղության գործընթաց հիմա չկա, եւ եթե հարցային է, որ հավանական է արդյոք ռազմական ագրեսիան, այո,
Եվ դա օրինակ այս նախապայմաններից մեկը կատարելու համար, ճիշտ եմ հասկանում, չէ, այսպես կոչված միջանցքի, ինչ որ խնդիր լուծելու։ Ոչ միայն նախապայմաններից մեկի կատարման համար չէ։ Տեսեք, մեզ հիմա մեր հանրությանը ի՞նչ է գլխավոր սպառնալիքը։ Արեք սա, թե չէ Ադրբեջանը կհարձակվի։ Անընդհատ ահաբեկչական այսպես արշավ հասարակությանը վախեցնելով, անզորության զգացողություն սերմանելով եւ հակառակորդի ուժեղությունը այսպես ցուցադրելով եւ բանը, կարծես մենք պետություն չենք, ցեղախումբել չենք, որտեվ աշխարհում կան այլ ոչ պետական կազմավորումներ, որոնք ավելի շատ են խոսում իրենց պաշտպանունակությունից, քան մենք, որ եթե սա չանենք մենք, այս ճանապարհով չգնանք, Ադրբեջանը գալու է մեզ կոտրելու է, ոչնչացնելու է։ Այսինքն ավելի լավ է սա անենք, քան թե դա բռնի ճանապարհով անենք։ Հիմա այս սցենարի դեպքում սա շարժական սցենար է Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի ես իր բոլոր պլանավորումները կարողանա իրականացնել եւ Իլհամ Ալիևի համար։ Այս սցենարի դեպքում միայն Ադրբեջանի անգամ լոկալ ռազմական գործողությունը նպաստելու է սցենարի իրականացմանը, որովհետեւ ավելի շատ են սկսելու ժողով։ Այ տեսակ, որ մենք ասում էինք, որ եթե հանկարծ փորձ մի քիչ ձգձգենք, մի քիչ բան անենք, տատանվենք, մեր վրա հարձակվելու են։ Պատկերացրեք, որ հրաժարվենք ընդհանրապես օրինակ այս պահանջը կատարելուց։ Այսինքն վախի մթնոլորտի տարածմանը ընդհանուր կարող է նպաստել որևէ լոկալ ռազմական գործողություն ադրբեջանական խնդիրներից մեկը լուծելու, բայց ընդհանուր առմամբ պահանջներ հնարավորինս շատ պահանջներ պարտադրելու համար արված գործողություն կարող է լինել։ Այս հրա դիմագրավելու ձևը, բայց այն չի, այստեղ էլի պարզ լինի, որ դե լավ, եթե տենց հայրավիճակը, ինչ ասում են անենք, մենակ թե հանկարծ որևէ բան չլինի։ Ադրբեջանը հասել է այս կետին, որտեղ որևէ դիմադրության չի հանդիպել։ Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ դե լավ անենք մենակ թե չհարձակվենք, պիտի ասենք միջև որտեղ ենք զիջելու։ Միջև Կարմիր գիծը ո՞րն է։ Միջև կառավարական առանձնատներ, միջև Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի տարածքների 60%-ի նկատմամբ։ Միջև որտեղ ենք զիջելու, այդ զիջումների գիծը ո՞րն է լինելու։ Հաջորդը ասելու են, եթե հանկարծ սա չանեք, վայոց ձոր ենք մտնելու։ Դրա համար ելքը այս իրավիճակի այնա, որ մենք կարողանանք հասկանալ ոնց ենք զսպում Ադրբեջանին, ու դա պիտի լինի դիվանագիտությամբ եւ գետնի վրա ուժեղանալով, եւ ոնց ենք մեր շահերի շուրջ նաեւ բանակցություններ լինելու։ Նախ եւ առաջ պետք է ավարտենք շատ կարճ պատասխան, դրա համար կարծում եմ դուք եք ասել եւ մյուս ուժերն, դրա համար առաջին քայլը պետք է Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության, եւ այդ դա չարչեցի սկզբում դրանով ավարտենք։ Ենթադրենք չի ստացվում եւ այլն, հասնում է 26 թվականի։ Դուք այսօրվա դրությամբ հավանական համարում եք 26 թվականի սովորական խորհրդարանական ընտրություններով Փաշինյանի հեռացումը։ Ես սովորական որևէ տարբերակով չեմ տեսնում Փաշինյանի հեռացումը, մենք անսովոր իրավիճակում ենք, անսովոր կառավարության հետ գործ ունենք եւ արտասովոր իրավիճակում ենք։ Հետեւաբար ես բոլոր ելքերը, որոնք կան, դրանք համախումբ են գործողությունների, որոնց նմանը մենք չենք ունեցել նախընթաց 30 տարիների ընթացքում։ Ինչ է լինելու է արտառոց, լինելու է համադրում տարբեր իրավիճակների, տարբեր գործիքակազմերի։ Այդտեղ այլ, այսինքն ոչ թե կենտրոնացումը պետք 26-ի ընտրություններ, 25-ի մայիս, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Պիտի լինի այն ժամանակ, երբ կարող է դա լինել, ու այո, հնարավորինս շուտ։ Ես չեմ կարծում, որ 25 թվականը այսպես հարթ, խաղաղ, նախընտրական տարի է, որտեղ մենք սիրուն պատրաստվելու ենք 26-ի ընտրության։ Ոչ, մենք հիմա ինչի մասին որ խոսեցինք, մենք ամեն օր կարող ենք արթնանալ եւ փաստաթուղթ ստորագրված լինի, մեզ մոտ ամեն օր կարող է Նիկոլ Փաշինյանը վերջերս խոսած, որ 26-ին սահմանադրության հանրաքվե ուզում նշանակել։ Գիտեք, եթե Ադրբեջանը մեզ ասում է իմ պահանջը պիտի ձեր մոտ սահմանադրություն լինի, Նիկոլ Փաշինյանը նշանակում է սահմանադրական հանրաքվեի փաստացի ժամկետները, ուրեմն մենք պիտի պատրաստվենք ամեն ինչ անենք, որ դա թույլ չտանք։ Այսինքն, եթե կռվի դաշտերը մեզ մատնանշում են, մենք էլ պիտի ուժերը մոբիլիզացնենք դա թույլ չտալու համար։ Հիմա գործողությունները պիտի համարժեք լինեն իրավիճակին ստեղծված։ Այստեղ տպավորությունը, որ ինչ որ ձեռքերը ցալած 26-ին նստել կամ նախ ընտրական տարիա, չէ, 25-ը ծանր, անկանխատեսելի այդ թվում նաև իրադարձությունով հարուստ տարի է, ու չեմ կարծում, որ այդտեղ որևէ adekvat քաղաքական ուժ այսպես կարող է իրեն դուրս դնել այդ իրադարձություններից ու ասել ես սպասում եմ 26-ից, չկա այդպիսի հայտարարություններ էլ, չկան իրականության մեջ եւ այդպիսի մտադրություններ էլ չկան։ Պետք է լինել իրավիճակին համարժեք, փոփոխությունը պետք է անել այն ժամանակ, երբ որ կա գնահատականը, որ ուժերը դրան բավարար են։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։